Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հրատակի օրն է, քաղաքական գործիչ, ով իր ամբողջ կյանքը պայքարը նվիրել էր Հայաստանի կայացմանը, անկախությանը, այսպիսի Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը եւ նրա հիշատակը վառ պահելու համար ինչ պարտականություններ ունենք կատարելու։ Երբ կարդում ես այն ամենը, ինչ որ նույնիսկ սովետական շրջանում կապված եղել Աշոտ Նավասարդյանի գործունեության հետ, նրա ընտանիքի եւ ընկերների հետ ունեցած գրագրությանը, նրա այն ձևակերպումները, որոնք հնչել են դատարանում դեռևս սովետական շրջանում, նաեւ դրանով է ակնհայտ դառնում, թե ինչի մեր ժողովուրդը նաեւ հնարավորություն ունեցավ անկախություն ձեռք բերելու եւ անկախության պետականության ստեղծման այդ գործընթացը անցնելու, որովհետեւ անկախ սովետական ժամանակահատվածի շրջանի առանձնահատկություններից ազգայինը մշտապես եղել է գերիշխող նվիրյալներ, ովքեր նաև սովետական շրջանում են պայքարել անկախության գաղափարի համար։ Նրանք նաև մարդիկ էին, ովքեր դեռևս փակ շրջանում, այսպես կոչված փակ շրջանում խոսում են հայոց ցեղասպանության մասին, խոսում են հայերի իրենց բնորանում անկախ ապրելու մասին։ Անշուշտ այն ամենը, ինչ որ մենք այսօր ունենք, դա այն Հայաստանը եւ այն պատկերացումները չէր, որոնք ունեին Աշոտ Նավասարդյանը եւ ունեն այն նվիրյալները, ովքեր ի սկզբանե անկախության համար իրենց դրսևորումը բերել են եւ մարտերում, պատերազմում եւ նաեւ գաղափարական պատերազմում եւ այն մոտեցումները եւ սկզբունքները, որոնք կային եւ նաեւ 90 թվականին հանրապետականի ստեղծման հիմքերում դրվեց այդ գաղափարները նաև այսօր հանրապետականը փորձում մշտապես առաջ մղել, որովհետև Աշոտ Նավասարդյանը նաև այն գործիչներից էր, ով 80-ականների վերջում գիտակցում էր, որ մեծ պատերազմ է լինելու եւ իր ավանդը ոչ միայն բերում էր տարբեր հրապարակներում, իր հրապարակային խոսքում, նաև ռազմական գործողություններ, որտեղ առաջին ջոկատներից մեկն էլ անկախության բանակի հիմնադիրներից էր Աշոտ Նավասարդյանը եւ միանգամից երկու ճակատում էին կռվում։ Հետագայում նաև այդ ջոկատները միավորվեցին եւ նրանք հիմք դարձան հետագայում բանակի հիմնադրմանը, բանակի հզորացմանը եւ մեր պետականությունը բավականին ամուր ռելսերի վրա դնելու ուղղությամբ։ Պարոն Աբրահամյան, ինչ անենք, որպեսզի արժանի լինենք այն պայքարին ավանդին, որը թողել է Աշոտ Նավասարդյանը։ Ինչ պարտավորվածություն ունենք այսօր նրա հիշատակի առջև։ Ցանկացած շարժման պայքարի հիմքում պետք է լինի անկախության գաղափարը։ Անկախության գաղափար, որին զուգահեռ կերտվում էր նաև հայկական զինուժը, երրորդ հանրապետության բանակը, որովհետև առանց ուժեղ բանակի, առանց գաղափարական եւ կրթված սերնդի անհնար է պետություն կայացնել եւ պետականություն պահել։ Ցավոք 3 տասնամյակ է անցել երրորդ հանրապետության անկախությունից հետո, բայց պետականության առաջ եղած սպառնալիքները շարունակում են պահպանվել։ Դրա առաջին հիմքը դա օրվա իշխանությունն է, հայաստանյան այսօրվա իշխանությունն է, որի 7-8 տարվա գործունեության հետևանքը դա Հայաստանի Հանրապետության թիրախավորումն է, հայ ժողովրդի շահերի անտեսումն է եւ միտումն է։ Հայաստանում այդ ճանապարհը առաջներտին պետք է անցնի գաղափարական հիմքի վրա միամորված, համախմբված անձանց միաբանությամբ եւ պայքարով եւ առանց այս իշխանության հերասման այս պայն դժվար է պատկերացնել Աշոտ Նավասարդյանի եւ նրա գաղափարակից ընկերների ծրագրերի եւ գաղափարների իրացումը։